Եվ այսպես ուշադրություն, 2-ամյա երեխայի առևանգման վերաբերյալ համացանցում միշտ տարածվում էր տեղեկատվությունը, որ հարևաններն են տարել, գնչուներն են տարել եւ այլն, բայց հիմնականում հարևանների մասն էին խոսում, համացանցում, մեկնաբանությունների բաժնում կասկածում էին ինչ-որ հարևան կնոջ վրա։ Մենք ուզում ենք ասել, որ դրանից առաջ, դրանից հետո եւս գյուղի բոլոր տները խուզարկվել են, տան ներսը, տան դուրսը, տանիքը, բակը, այսինքն բոլոր հնարավոր վայրերը, թաքստոցները կոպիտ ասած, ստուգվել են, որևէ արդյունք չկա։ Եթե իհարկե երեխային չեն հասցրել առևանգել եւ կես ժամվա ընթացքում գյուղից հեռացնել։ Խոսքը հարևանների մասին չի, խոսքը հենց առևանգման մասն է, եթե ծնողը 10-15 րոպե ինքը փնտրել է սեփական երեխային, չի գտել գյուղում, որտեղ հնարավոր է հարցրելա չի գտել, գետի կամ առևանգման վարկածով արդեն զանգել է ոստիկանություն, փրկարար ծառայություն եկել է։ Այդ պահից սկսած արդեն երեխային գյուղից հանելը, եթե իհարկե առևանգել են, կլիներ անհնարին։ Հետևաբար երեխային առևանգել են եւ գյուղից հանել են անմիջապես։ Չեն կարող տանել, օրինակ առևանգված երեխային հարևանը առևանգեր, օրինակի համար, թող հարևանները չնեղանան, որովհետև շատ են խոսում հարևանների մասին։ Հարևանը տաներ ու միջև այսօր պահեր։ Դա ուղղակի որևէ մեկը չի կարող պատկերացնել, որովհետև դա նորմալ մարդը չի կարող պատկերացնի։ Ոստիկանները մտնեն, չգտնեն, փրկարարները գնան, ստուգեն, չգտնեն, կամ այսքանից հետո ոնց կարա հարևանը երեխային պահի։ Եթե առևանգել են, ապա առևանգել են ու միանգամից տարել։ Եվ նաև կարելի ասել, որ առևանգումը տեղի է ունեցել ոչ այդքան աչքի ընկնող մեքենայով, ոչ այդքան աչքի ընկնող մարդկանց ձեռքով։ Սա ըստ էության ասում ենք այն պատճառով, որովհետև ոչ մեկ ոչ մեկին չի նկատել, ոչ մեկ ոչ մի բան չի տեսել, ոչ տեսել ենք, ոչ էլ լսել ենք, ինչպես ասում են, բայց տեղի է ունեցել անհետացում, առեղծվածային, չգիտես գետն անկել, թե տարել են, եթե տարել են, ելի ենք ասում, հնարավորինս արագ եւ հնարավորինս զգուշ են դա իրականացրել, բայց մենք վստահ ենք, որ գյուղ մտնող, գյուղից դուրս եկող, միջև հրազդան, այդ կողմի վրա եկող բոլոր մեքենաներին, որտեղ որ եղել է տեսախցիկ, ֆիքսել են մոտավոր ժամերին եւ գնացել են այդ մեքենաները գտել են, տերերին գտել են, հարց ու փորձ եւ այլն, զգուշացում, որ մենք ձեզ հետևելու ենք եւ այլն, բայց արդյունքներ չկան իհարկե։ Նույնիսկ կասկածելի դեպքեր եթե լինեին, միջև վերջ կգնային դրա ուղղությամբ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը ամեն գնով ուզում է այս դեպքը բացահայտել։ Այդ որ ասում են աշխատանք չի իրականացվում, աշխատանք իրականացվում է շատ մեծ ծավալով եւ մենք 1000 անգամ ասել ենք, որ փրկարարների աշխատանքը երբեք պետք չի թերագնահատել, դրանով դուք վիրավորում եք նրանց եւ նաեւ պետությամբ եք վիրավորում։ Այսօր տեսնում եք ինչ աշխատանքներ է կատարվում, ցավոք սրտի անհետացողը 2-ամյա տղա է, որը փոքրամարմին է բնականաբար եւ որին գտնելը այդքան էլ հեշտ չէ։ Եվ այսպես ուշադրություն փոքրիկ Տիգրանի հայրը կրկին խոսել է ասելով հետեւյալը, որ իրենք մնում են այն վարկածին, որ երեխային առևանգել են։ Փրկարար ծառայությունը կարծես որոշ աշխատակիցներ իրենց հավատը այլևս կորցրել են, որ գետում կարող են գտնել երեխային, որովհետև 16 օր շարունակ իրանք մեծ աշխատանքներ են արել, մեծ թափով ընթացել այդ որոնողափրկարարական աշխատանքները, բայց արդյունքներ չկան, ցավոք սրտի տանջանքը, աշխատանքը եւ նվիրումը եղել է շատ մեծ եւ գնահատելի, ինչի համար մենք շնորհակալություն ենք հայտնում իրենց, բայց երեխան գետում չէ։ Երեխային եթե գտնելու լինեին, կգտնեին 4-5 օր հետո ամենաուշը 16 օր երեխային փնտրում են գետում, բայց չկա։ Երեխային փնտրում են նաև գյուղի հարակից անտառներում, շների եւ այլ միջոցների օգտագործմամբ, տարբեր տեխնիկաներ, սարքեր, դրոններ, բայց արդյունք չկա։ Ոչ սարերում է երեխան, ոչ էլ գետում է, Աստված գիտի թե որտեղ է փոքրիկը, նրա ծնողների վիշտը գնալով ավելի է մեծանում, խորանում եւ դառնանում, ինչքան որ օրերը անցնում են եւ չի լինում նորություն երեխայի մասին։
իհարկե բոլորն էլ ցանկանում են, որ երբեք չլինի այն լուրը, որ երեխան գտնվել է գետից։ Սա ոչ մեկ չի ուզում համացանցը բացի ու կարդա, որ երեխան գտնվել է գետից։ Սա ամենասարսափելի, ամենադառը տեղեկատվությունը կլինի, ինչը որ մենք չենք ցանկանում։ Բայց քանի որ 16 օր անցել է եւ այդքան էլ շատ երկար գետ չի, այսինքն միջև այդ գետը հասնում է Հրազդանի ջրամբար, փոքրիկ լճակ, այդքան շատ մեծ տարածություն չկա, բայց կա վարար գետ, կա որոշ տեղերում խորը գետ եւ շատ աղտոտված գետ, ինչը որ դժվարացրել է աշխատանքները, բայց դե այնքան չէր դժվարացրել, որ 16 օր փնտրեն ու չկարողանան գետից հանել փոքրիկին, եթե իհարկե նա այնտեղ է։ Մենք ունենք հստակ իհարկե վարկածներ եւ այդ վարկածներից գլխավորը հետեւյալն էր, որ նրան ըստ ամենայնի առևանգել են, գետը ընկնելուց բացի ենք ասում, այսինքն գետը եթե չի ընկել, ուրեմն տարել են այդ երեխուն, երևի թե ինչ-որ միտեղ է քայլել ճանապարհով, գնացել է, հայտնվել է ինչ-որ, կարող էր լինել նաև հայտնվել գլխավոր ճանապարհի վրա եւ գլխավոր ճանապարհից նրան առևանգեին, բայց ոստիկանությունը բոլոր վարկածները, նաև հետեւյալ վարկածը ստուգել է, բոլոր մեքենաները, որոնք այդ ժամերին անցել են այդ հատվածով, կանգնեցվել են, խուզարկվել են, մեքենաների վարորդները հարցաքննվել են, արդյունքների մասին իհարկե բոլորս էլ դուք էլ շատ լավ տեղյակ եք, որ ոչ մեկ չի ձերբակալվել, չի պահվում, կասկածներ, հիմքեր չկան։ Լավ, բա ինչ է լինելու այս երեխայի ճակատագիրը վերջը, մենք ինչ ենք տեսնելու, քանի որ օր-օրի ավելի է բարդանում վիճակը, ինչքան անցնում են օրերը, այնքան երեխային չեն գտնում գետում, այսինքն եթե լիներ գետում, հստակ գիտեինք, որ գետում է եւ գետում կգտնվեր։ Ինչքան ուզում է գետում լիներ բարդ աշխատանքներ տանելը, միևնույնն է պրոֆեսիոնալ անձնակազմ էր բավականին լիքը մարդկանցով զինված, բոլորն էլ անձնվիրաբար աշխատել են եւ ավելացված կամավորները կեցեն նրանք, որ միացան այս ամբողջ ուժը համախմբված էր երեխային գետից դուրս բերելու համար։ Կամավորները քչացան, փրկարարները իրանց դուխը գցեցին, որ այդքան աշխատանք են տանում ու չգտան։ Իհարկե մի կողմից դուխը գցեցին, մի կողմից էլ շատ երջանիկ են, որ գետից չհանեցին երեխուն, այսինքն կա հետեւյալը մտածելու, որ ինչքան ինքը հավանական է, որ գետում է, այդքան էլ արդեն եւ ավելի հավանական է, որ գետում չէ եւ ինչ որ մեկը տարել է, առևանգել է եւ ամենասկզբից էլ միշտ էլ ծնողները պնդել են առաջի օրվանից, որ երեխային ամենայն հավանականությամբ առևանգել են։ Երեխան գետի ուղղությամբ չէր գնա։